Այս պատմության հիմքում կանգնած է մի կին, ով հավատում է մշակույթի ուժին, արվեստի խորությանն ու գրքի իրական արժեքին։ Նարինե Չարչյան, անուն, որը հնչում է մեծ երախտագիտությամբ և հագնածանքով։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը գրքի վերահրատարակման շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է Ստեփանակերտի թատրոնի 91-ամյա գործունեության փաստական պատմությունը։ Այն ընդգրկում է հանրագիտարանային տեղեկություններ թատրոնի նշանավոր արվեստագետների և մերօրյա նվիրյալների գործունեության մասին։ Գրքից հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել միայն եզակի օրինակ, և այդ փաստագրական հավաստի տեղեկությունների հիման վրա կազմված գիրքը վերահրատարակվեց մայր հայրենիքում Նարինե Չարչյանի աջակցության շնորհիվ։ Փնտրտուքի երկար ճամփորդությունից հետո պատահական պայմանավորվեցի տիկին Նարինե Չարչյանի հետ, պատահական մենք մի միջոցառման հանդիպեցինք, ես գնացի իր մոտ և ներկայացրի հարցը և անկեղծ եմ ասում, չեմ չափազանցնում, այդ 5 րոպեանոց հանդիպումը լուծեց բոլոր խնդիրները։ Տիկին Չարչյանը անմիջապես հավանություն տվեց, անմիջապես գտավ, որ դա շատ կարևոր գործ է, շատ կարևոր աշխատանք է և գրքի տպագրությանը ընթացք տվեցինք։ Մի խոսքով հայ թատրոնի պատմությունը, թատերագիտությունը բավական հետաքրքիր և բավական լավ նվեր ստացավ, ինչի համար շնորհավոր կրկին բոլորիս։ Ես կխնդրեմ, որպեսզի տիկին Չարչյանը երկու խոսք ասի։ Խմեցի։ Պարոն Ղազանչյանը արդեն ներկայացրեց, ոնց է տեղի ունեցել մեր հանդիպումը։ Ես շատ կարևոր համարեցի, քանի որ մենք ունենք հին մշակույթ, թատրոն և յուրաքանչյուր ազգ, որը որ կինա, արտացոլվում է իր կուլտուրայով։ Եվ քանի որ Արցախում երկար տարիներ եղել է թատրոն, եղել են դերասաններ, սերունդներ, այսինքն եղել է հայկական մշակույթը և կուլտուրան, և այդ գրքից ընդամենը 3 օրինակ էր հասել Հայաստան, ես մտածեցի, որ շատ լավ գործ եմ անում, որպեսզի սերունդներն էլ իմանան, թե մեր Արցախ աշխարհում ինչ կուլտուրա ենք ունեցել, ինչ են ազգենք և ընդհանրապես մեր հողուջերի վրա, ոնց ենք արարել, ստեղծագործել, պահել թատրոն և այլն։ Ես ուրախ եմ, որ լավ բան եմ արել, մի քիչ էլ հուզված եմ, կարծում եմ սա շատ պետք է և մեր ազգին, և սերունդներին, և թատերագետներին, և ընդհանրապես մեր պատմությանը։ Այսքան Իմ խորին երախտագիտությունը տիկին Նարինե Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ պարոն Հակոբ Ղազանչյանին և բարերար տիկին Նարինե Չարչյանին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ այս գրքի վերահրատարակումը այստեղ Երևանում։ Նա դարձավ այս պատմական գրքի հովանավորը ոչ միայն ապահովելով դրա տպագրությունը, այլև նրան տալով ապրելու իրավունք, որպես թատրոնի հիշողության գրավոր շունչ։ Այս գիրքն առավել քան երբևէ հրատապ է այսօր, երբ փորձում են մթագնել պատմական ճշմարտությունը։ Արցախի մշակութային հիշողությունը կենդանի է այս գրքի էջերում։ Վերահրատարակվելով գիրքը վեր է ածվում ոչ միայն թատրոնի տարեգրության, այլև ազգային դիմադրության և պատմական հիշողության կենսունակ վկայության։
Ձեր խոսքը ուղղված ընթերցողներին եւ գրքի կարելի ասել այսպես լույս աշխարհ գալու Դե գրքի լույս աշխարհ գալու պատմությունը մենք պարոն Ղազանչյանի հետ հանդիպել էինք միջոցառման շրջանակներում մի քանի անգամ լավ բարեկամներ էինք դարձել, մի օր խնդրեց հանդիպում, մասնավոր հանդիպեցինք, ասաց, որ նման խնդիր կա, որ Արցախից եկած տեղանված մարդիկ իրենց հետ կարողացել են բերեն մեկ նմուշ եւ այդ գիրքը հրատարակման կարիք ունի, ես հասկանալով լրջությունը եւ որ լավ բան եմ անում, որպեսզի սերունդներն էլ իմանան, թե մենք ինչին կուլտուրա ենք ունեցել թատրոն Արցախ աշխարհում եւ ընդհանրապես գտնում եմ, որ հայկական լոբին աշխարհում շատ էսպես թույլ է եւ այդ գրքերը մեզ շատ պետք են, որպեսզի աշխարհն էլ իմանա, թե մենք ինչ պատմություն ենք ունեցել։ Եվ այդպես մի անգամից 5 րոպե տևեց մեր հանդիպումը, որտեղ ես որոշումներ ընդունում եմ արագ, հասկանալով ինչի մասին է խոսքը եւ կարծում եմ լավ բան եմ արել եւ թող դա լինի իմ նվերը սերունդներին, թատերագետներին, մեր թատրոնին եւ իհարկե հույսս չեմ փորձնում, որ դեռ մի օր Արցախ աշխարհում նորից ապրելու է հայերը եւ նորից ավելի ծաղկուն լինելու է մեր թատրոնը։ Եվ այդ գիրքը ընթերցվելու է հենց Արցախում։ Եվ այդ գիրքը շնորհանդես եւս մեկ անգամ կանենք թատրոնի Արցախի թատրոնի շեն։ Այո, այդպիսի հույսեր ունեմ, ես որ լավատես եմ եւ ընդհանրապես հավատում եմ եւ շատ իհարկե այսպես ոգեշնչված եմ մեր արվեստով, մեր կուլտուրայով, вообще աշխարհը գիտի, բայց մենք այդքան շատ չենք ոնց որ թե լուսաբանում։ Կարծում եմ մի փոքրիկ լուման ունեցա այդ գործում։ Ես սիրում եմ անել բաներ, որ սիրտս հենց իմ սիրտը ինձ համար եմ անում, առաջի հերթին, որ գիտեմ լավ բան եմ արել եւ իմ ժողովրդի համար։ Դեռ շատ եմ սիրում ինձ, իմ ազգը, իմ ազգությունը եւ ուզում եմ, որ աշխարհը իմանա, թե ով ենք մենք։ Սա մի փոքր այսպես մի կողմից, որպեսզի իմանան մեր Արցախ աշխարհում եղած հին նայեք ինչքան սերունդներ են անցել այդ թատրոնով հայերը եւ այդ մասին պետք է իմացվի։ Այս գիրքն իր մեջ ամփոփում է ժամանակ, բեմ, դերասաններ, ծափահարություններ ու լռություն։ Այն պատմում է ոչ միայն դերասանների ու ներկայացումների, այլև բոլոր նրանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրել են թատրոնին։ Մենք ուզում ենք մեր խորին շնորհակալություն հայտնել Տիկին Չարչյանին, որովհետև եթե նրա աջակցությունը չլիներ, իհարկե սա չէր լինի ունիկալ աշխատություն է, ունիկալ գիրք է, շատ պետքական պատմության համար, որովհետև Ստեփանակերտի Վարամ Փափազյանի անվան թատրոնը լեգենդար թատրոն էր, հզոր պատմություն ունեցող, աշխատել են անվանի բեմադրիչներ, անվանի դերասաններ եւ շատ ափսոս կլիներ, որ այդ հսկայական աշխատանքը, որ կատարել էր Տիկին Կարինեն, այդպես մնար մարդկանց ուշադրությունից դուրս։ Գիրքը գրվել է սրտով, նվիրումով եւ ճշգրտությամբ Կարինե Ալավերդյանի կողմից, ով տող առ տող վերակենդանացրել է մի ամբողջ թատրոնի պատմություն։ Այն, որ այս լեգենդար թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի գալիք սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը միանշանակ է։ Ուստի իմ երախտագիտությունը եւ խոնարհումը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ պարոն Հակոբ Ղազանչյանին եւ բարերար Տիկին Նարինե Չարչյանին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ այս գրքի վերահրատարակումը այստեղ Երևանում։ Սա հրաշալի նվեր է մեզ համար, մեր թատրոնի պատմությունը փաստորեն հավերժացվեց։ Գրքի կյանքի ճանապարհն ընդհատվեց եւ կիսատ կմնար, եթե չլիներ Նարինե Չարչյանի աջակից ձեռքը։ Նրա հովանավորությամբ գիրքը կրկին լույս տեսավ, դառնալով պատմություն, աղբյուր, փաստ
եւ արժեք։ Այստեղ հիմնականում շնորհանդեսին հավաքված էին արցախցիները, որոնց այն ցավը, այն ապրումները, այն կորուստները, որ իրենք ունեցել են, այդ բառերով հնարավոր չի նկարագրել։ Բայց այս գրքի ծնունդը, վերածնունդը ես տեսա ինչ ոգևորություն են այս մարդիկ ապրում։ Կորցրած ամեն ինչ այս գրքով իրենք, չգիտեմ, ինչը ես դա համարում եմ նաև բժշկել, ու ես Տիկին Չարչյանին առանձին ասեցի, դուք չգիտեք, որ դուք նաև բժիշկ եք, և դա իրապես այն ինչը, որ արվեց, դա լոկ գիրք չէ, այս պահին մենք սերունդներին թողնում ենք նաև ի շնորհիվ Տիկին Չարչյանի ամբողջ պատմությունը, ինչու՞ չէ, թե Արցախ աշխարհի, որովհետև այնտեղ է այս ամենը կատարվել, որը վավերագրվել է եւ ի շնորհիվ Տիկին Չարչյանի սերունդները իմանալու են եւ հասանելի է լինելու եւ այս գրքերից որոշակի քանակներ պարտադիր պետքա գրադարաններին տրվեն հետագա սերունդների համար, ինչու՞ չէ, նաև էլեկտրոնային գրադարան տարբերակով ինքը տարածվի եւ այլն, ու սա ոչ միայն գրքի ծնունդը, ոչ միայն ուղղակի հերթական շնորհանդեսներ գրքի, սա շատ մեծագույն գործ է մեր հայ ազգի նաև պատմության առումով, որովհետև այդ գրքում ամփոփված է թատրոնի ողջ պատմությունը։ Եվ ես կոնկրետ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Տիկին Չարչյանին։ Նրա հավատը գրքին, սերը մշակույթի հանդեպ ու ներդրումը դարձան հիմք, որի վրա գիրքը վեր հառնեց ոչ միայն տպագրվելու, այլև պատմելու, պահպանելու և սերունդներին փոխանցվելու համար։ Նարինե Չարչյանն այն կնոջ կերպարն է, ով անցնում է լռությամբ, բայց թողնում է մեծ հետք։ Նա խոսում է իր գործերով, իսկ այս գիրքը դրա վառ ապացույցն է։ Մշակույթը նրա համար արժեք է, ոչ ձև։ Գրքին աջակցությունը հպարտության առիթ չէ, այլ ծառայություն ապագային։ Նա հավատում է, որ գրքի էջերը կարող են դառնալ կամուրջ սերունդների միջև։ Այս գիրքը կապրի իր ընթերցողների մեջ, բարձր պահելով թե թատրոնի անցած ուղին, թե ստեղծագործողի նվիրումը և անշուշտ հովանավորի հավատը, ով լուռ, բայց հաստատուն կանգնած է մշակույթի կողքին։ Նարինե Չարչյան անունը կմնա այս գրքի պատմության անբաժան մասը, շաղկապված մշակույթի, արվեստի և հիշողության հետ, քանզի նրա այս ներդրումը թատրոնի տարեգրության մեջ արդեն իսկ դարձել է պատմություն։